as he is. Ծննդոց գիրք, ես կարճ կկապեմ, ծննդոց գիրք 22-րդ խոսք, The book of Genesis, the 22-րդ, ով ոչ 30-րդ գլուխ ներողություն, 22-րդ խոսք, 22nd verse. հասկանում եք ուղղափառ եկեղեցում մենք պարզապես կարդում ենք, մենք համարներ չունենք, մարդկանց մեծ մասը Աստվածաշունչի բերում, ուստի բոլորդ կանգնեք ավետարան կարդալու համար, խաղաղություն ձեզ, և ձեզ նույնպես, ես հիացած եմ, որ կարող եմ աղաղակել ուղղափառի պես, տան ինձ չի կարելի, երկրորդ այդքան լավ չի հնչում, ես փորձում համոզել նրանց Yamaha գնել, բայց նրանք չեն ուզում լսել եպիսկոպոսին, Ծննդոց գիրք 30-րդ գլուխ խոսք 22 լսեք այս հատվածը, և Աստված հիշեց Ռաքելին, ու Աստված լսեց նրան և նրա արգանդը բացեց, ու նա հղիացավ, ու մի որդի ծնեց և ասաց Աստված իմ նախատինքը վեր առավ, և նրա անունը Հովսեփ դրեց և ասեց, Եհովան ինձ մի ուրիշ որդի էլ է ավելացնելու, Եհովան ինձ մի ուրիշ որդի էլ է ավելացնելու, հիմա միասին բացեք ծննդոց 35-րդ գլուխը, Genesis, the 35th chapter. Մենք մի բանի սուրբգրային հատվածներ կկարդանք այսօր ձեզնից նրանց համար, ովքեր ողջ շաբաթ Աստվածաշունչ չեն կարդում։ Այսօր 35-րդ գլուխ 15-րդ խոսք ծննդոց 35-15 եւ Հակոբը այն տեղի անունը, ուր Աստված իր հետ խոսեց, Բեթել դրեց, ու Բեթելից ճանապարհեցին ու մի քիչ ճանապարհ կար մինչև Եփրատա, ուր որ Ռաքելը ծնեց։ Եվ եղավ, երբ որ ծնելիս շատ դժվարություններ քաշում, ծնուցիչն ասաց նրան. «Մի վախեցիր, որովհետև սա էլ քեզ համար տղա է»։ Եվ եղավ, երբ որ նրա հոգին դուրս էր գալիս, որովհետև մեռավ, նրա անունը Բենոնի դրավ, ինչ նշանակում է ցավի որդի, բայց նրա հայրը Բենյամին կոչեց նրան, ինչը նշանակում է աջ ձեռքի որդի։ Եվ ես ուզում եմ հիմա մի որոշ խոսք նշել, որովհետև այն անսովոր է, Բենյամին անունը թարգմանվում է աջ ձեռքի որդի, ամեն։ Հիմա բացեք ինձ հետ, եթե կարելի է դատավորած 3-րդ գլուխ, որովհետև մի անսովոր հատկանիշ կա Բենյամինի ցեղի մեջ։ Դատավորած 3-րդ գլուխ 15-րդ խոսք Verse 15. Եվ Իսրայելի որդիքը Տիրոջն աղաղակեցին, և Տերը նրանց համար մի փրկիչ կանգնեցրեց Բենյամինյան Գերայի որդի Ավովդին, որ ձախաձեռն էր, և Իսրայելի որդիք նրա ձեռքով Մովաբի Էգղոն թագավորին ընծա ուղարկեցին։ Ավովդը, ով Բենյամինյան էր, ձախաձեռն էր, և ավելի ուշ դատավորած գրքում դուք տեսնեք, որ Բենյամինի ցեղում 600 հոգի կային, որոնք բոլորն էլ ձախաձեռն էին և պարսատիկ էին օգտագործում, բացարձակ հստակությամբ և անվրեպությամբ։ Ինչն էր յուրահատուկ էր, որ Բենյամին նշանակում է աջ ձեռքի որդի, և նրանք մի հատկանիշ ունեն, որ ձախաձեռն են։ Եվ ինչով ուզում եմ հակիրճ ծառայել այսօր ձեզ Աստծո շնորհով, այն է Բենյամինը աջ ձեռքի որդի, մեզ համար ուսանելի կլիներ, նախքան մենք ամբողջովին կհասկանանք, թե ինչ արեց Բենյամինը, հետ նայելով իր հոր և իր եղբոր կյանքին, նախքան Հակոբը երեխաներ կունենար, նա սիրահարվեց երիտասարդ օրիորդ Ռաքել անունով, ձեզնից մեծ մասը գիտի այս պատմությունը, դրա համար ես կանդրադառնամ նրան ընդամենը 1 վայրկյանով։ Նա սիրահարվեց Ռաքել անունով երիտասարդ օրիորդին, գործարք կնքեց նրա հոր հետ, և նա ասեց. «Ահա գործարքը, եթե դու ուզում ես ամուսնանալ իմ Ռաքել դստեր հետ, դու պետք է ծառայես 7 տարի, և 7 տարի անց դու կարող ես ամուսնանալ իմ Ռաքել դստեր հետ»։ Եվ հաղորդեց նա այդպես արեց, աշխատեց 7 տարի և 7 տարի անց գնաց ամուսնանալու Ռաքելի հետ, և համաձայն իրական ավանդությունների նա չէր տեսնելու իր կնոջ մինչև գիշերը, երբ նա արդեն արբած պառկեց անկողնու մեջ, և երբ առավոտյան արթնացավ, նա հասկացավ, որ ամուսնացել է ոչ թե Ռաքելի, այլ նրա քրոջ Լիլիայի հետ։ Եվ ինչն է այստեղ յուրահատուկ, նախ եւ առաջ ես կարծում եմ, որ այստեղ համատեքստը շատ զորավոր է, որովհետև համաձայն հրեական օրենքի այն ժամանակ ծիսակատարություններ չկային, նրանք դեռ իրական հրեաներ չէին, այն ժամանակ համաձայն այդ հին սիմիդական ավանդույթի
գոյություն չուներ ամուսնական ծիսակատարություն, որը նրանց ամուսիններ կդարձներ, նրանք պարզապես ֆիքսում էին իրենց մտերմության հարաբերությունները։ Հետաքրքիր է կարողանանք հասկանալ դա հոգու մեջ երկրպագության հարցերում, որ Աստված կանչում է մեզ ֆիքսելու մեր հարաբերությունները երկրպագության եւ մտերմության մեջ։ Եվ այնինչ մենք չենք գիտակցում, որ անում ենք, երբ գալիս ենք երկրպագության, մենք անում ենք դա հիմա եւ ես ասել եմ դա երեք ու կգնեմ նորից, ափսոս մենք հաճախ գալիս ենք եկեղեցի ու վերջում հարցեր ենք տալիս, դե ինչ ես մտածում, քեզ դուր եկավ երկրպագությունը, ինչ ես կարծում, քեզ դուր եկավ երաժշտությունը, քեզ դուր եկավ երգերը, որոնք նրանք երգում են, քեզ դուր եկավ, այնինչ այստեղ տեղի ունենում ճշմարտությունը կայանում է նրանում, որ դու իրավունք չունես հարցնել դա, երկրպագությունը քեզ համար չի, որ գոյությունը երկրպագությունը նրան է պատկանում, հասկացիր, մենք երկրպագում ենք, որ նրան բերենք այստեղ, ոչ թե քեզ, մենք չենք երգում այն, ինչ քեզ դուր է գալիս, մենք երգում ենք այն, ինչ նա է ուզում լսել, խնդրի նա չէ, թե դու կգաս, թե ոչ, խնդրի նա է, թե նա կգա, թե ոչ, որտեղ եթե նա գա, դու կբժշկվես, բայց եթե նա չհայտնվի, դու կգնաս այստեղից այնպեսին, ինչպեսին եկել ես, եւ երկրպագության նպատակն այն է, դե ինձ դուր չեկավ, լսիր, եթե Աստված ասում է, դու կանտես գտիր բանջո, դու ավելի լավ է շապիկը հանես նրա վրայից, եթե դա այն է, նա ուզում է որ այս կիրակի, եթե նա ասում է արիա լսել, եթե նա ուզում է լատինական մեղեդիներ լսել, դու ավելի լավ է մի քիչ Ave Maria սովորիր, դու ավելի լավ է մի քիչ Labamus Pependicos մի մուսը լսես, որովհետև բան է կայանում նրանում, որ մեզ Աստված է պետք, որպեսզի գա իր տան մեջ։ Եվ Աստված է գալիս իր տունը, նա ուզում է մոտ լինել իր ժողովրդի հետ։ Ես կարող եմ ապացուցել դա։ Ես կարող եմ իրոք ապացուցել դա։ Հրեական գովաբանություն բառը, նախհրեական գովաբանություն բառը յադահն է, որը նշանակում է թարգմանաբար ձեռքերը բարձրացնել եւ շնորհակալություն մատուցել։ Հենց այստեղից ենք մենք ստանում հուդա բառը։ Հուդա գովաբանություն երկու արմատական բառ կա հուդա բառի մեջ։ Առաջինը հուդա, լսիր ինձ։ Հուդա։ Յադա։ Եվ Ադամը ճանաչեց Եվային, յադա։ Աբրահամը ճանաչեց Սառային, յադա։ Ճանաչել բառը նկատի ունի սեքսուալ մտերմություն։ Ուստի գովաբանություն բառի երկրորդական արմատական բառն այն է, որ մոտիկից ճանաչենք նրան։ Մոտիկից ճանաչենք նրան։ Դու չես կարող նրան իսկապես գովաբանել եւ չհղիանալ նպատակով եւ զորությամբ։ Դու չես կարող մեկ ժամ ծախսել ասելու ասուն, թե ով է նա եւ Աստված չսկսի ամրացնել քո մեջ, թե իրականում ով ես դու։ Եվ յադ բառի վերջնական արմատական բառն այն է, եւ դա յուրահատուկ է, որովհետեւ եբրայերենում շատ իմաստներ կան։ Յադը կարող է նշանակել ձեռք, ուժ կամ էլ ճնշում, տիրում։ Բայց եթե դու շարունակում ես նայել ցուցակը լավ բառապաշարում, դուք տեսնես, որ յադը դա նշանակում է առանցք։ Ես սուպեր մեխանիկ չեմ, բայց գիտեմ ինչ է անում առանցքը։ Այն շրջում է ամեն բան։ Դա արդեն ինքն իրենից քարոզ է, որտեղ երբ մենք բարձրացնում ենք մեր ձեռքերը երկրպագության մեջ, Աստված պտտեցնում է ամեն բան մեզ համար։ Վերադառնանք տեքստին, ես մարգարեաբար եմ քարոզում, թույլ տվեք ինձ պարզաբանել, թե ինչպես են քարոզում մարգարեները։ Մենք քարոզում ենք կոտորակներով, մարգարեները քարոզում են ինչպես որ կանայք մեքենա են վարում։ Նրանց համար ամեն բան ինչ քիչ թե շատ մոտ է, կամ էլ հետաքրքիր է, տեսք ունի, այնտեղ պետք է մոտենալ եւ նայել։ Դա կարող է ոչ մի կապ չունենալ այն բանի հետ, ինչ եմ քարոզում, բայց ես կմոտենամ, որ տեսնեմ ինչ է այնտեղ։ Քարոզիչները քարոզիչները քազում են այնպես, ինչպես տղամարդիկ վարում են A կետից B, ոտքերը սեղմիր, զուգարանի համար կանգար չի լինելու, ուտելու համար չի լինելու, պետք է շուտ ուտեիր։ Բայց նա 7 տարի է աշխատում, եւ ես ուզում եմ, որ դուք լսեք դա, որովհետեւ դրա մասին իմ սրտի աղաղակը, սա համատեքստ է, լսեք, այստեղ ասում է, որ նա աշխատում է 7 տարի եւ ամուսնանում է Լաբանի ավագ դստեր հետ, որովհետեւ օրենքն ասում է, որ դու չես կարող ամուսնանալ կրսեր դստեր հետ, եթե ավագը դեռ չի ամուսնացել։ Դրանից հետո նա գործարք է կնքում իր աներոջ հետ, եթե թույլ տաս ինձ ամուսնանալ Ռաքելի հետ, ես կաշխատեմ քեզ համար եւս 7 տարի։ Ուստի չէ որ Ռաքելը սիրո կամ շնորհիկին է, Լիան օրենքի կին է։ Ինչը որոշակիորեն դրսևորում է քրիստոնյաների երկու դասակարգ, ոմանք սիրում են նրան, որովհետև ստիպված են։ Նրանք ովքեր սիրում են, որտեղ ստիպված են։ Բայց ոմանք սիրում են նրան, որովհետև ուզում են։ Եվ ես գտնում եմ, որ
that God's people Քրիստոսին սիրելու եւ հավատարիմ լինելու դրդապատճառը դժոխքը պիտի չլինի։ Ես չեմ հավատում, որ վախը լավ դրդապատճառ է, թեև նոր կտակարանում այն ակնհայտ, բայց դա չի քրիստոնեական հավատքի առաջնային դրդապատճառը, հիմնական բանը, որ բերում է քեզ ապաշխարության, ոչ հիացմունքն է, ոչ դժոխքի կրակները, ոչ էլ դիվական ներխուժման հանդեպ վախը, այլ Աստծո արքայության ավետարանը։ Քարոզեք, ապաշխարեցեք, որովհետև երկնքի թագավորությունը մոտեցել է։ Ասեք նրանց, որ ապաշխարեն, որովհետև դրա մեջ առավելություններ կան։ Մի ասեք, որ գան, որովհետև վախեր կան։ Հասկանում եք, դա նման է մի կնոջ, որ ամեն երեկո գնում է իր ամուսնու տուն, միայն նրա համար, որ վախենում է, որ եթե ինքը տուն չդառնա, նա կծեցի իրեն այլ կրեդիտ քարտը կվերցնի, որովհետև իրենք իրական փոխհարաբերություններ չունեն, նա հավատարիմ է միայն այն բանի համար, որ վախենում է հետևանքներից, ամուսնություն չէ, դա ստրկություն է եւ շղթաներ են, դա իսկական փոխհարաբերություններ չեն։ Ես ուղղափառ եպիսկոպոս եմ եւ իրավունք չունեմ ամուսնանալու, բայց եթե ես ամուսնանայի, կան եկեղեցու մարմնավոր մարդիկ, բայց եթե ես ամուսնացած լինեի, ես չէի ցանկանա, որ իմ կինը տուն գար ինձ մոտ միայն նրա համար, որ խուսափում է հետևանքներից։ Հասկացիր, ես գիտեմ, որ նա կարող է հանդիպել նրան, ով ավելի լավ տեսք ունի, ավելի լավ տուն ունի, ավելի ճոխ մեքենա է վարում, ավելի շատ փող է աշխատում, բայց ես ուզում եմ, որ նա նայի այդ բոլոր առավելություններին եւ ասի, ես գիտեմ ինչու եմ նրա հետ, որովհետեւ սիրում եմ նրան, դու հասկանում ես ինչ մասն է ուստի եկեղեցին, եւ դա բարկացնում է ինձ, որ մենք թույլ տվեցինք վախի դրդապատճառներին ակտիվ զարգանալ։ Եթե մենք այս տարի այլևս ոչինչ սովորենք, եկեք գոնե յուրացնենք, որ վախը դրդապատճառ չէ։ Կներեք, բայց ես պետք է տեղեկացնեմ բոլոր նրանց, ովքեր մթերել են լոբի, բրինձ եւ ջուր 2000 թվականից առաջ, անհանգստանալու ոչինչ չկար։ Մենք այդպես էլ չհասկացանք, որ հարցը չի գնում իր գալստի մասին, նա արդեն ասել է ես կգամ, եւ եթե մեզ համար կարևոր լիներ իմանալ, թե երբ է նա գալու, նա կասեր մեզ, նա մեզ չասաց, որովհետեւ դա կարևոր չէր, ահա թե ինչու նա մեզ չասաց անհանգստանալ իր գալստով, նա ասաց հոգ տարեք այստեղ նախքան ես կգամ, հոգ տարեք այստեղ մինչև ես կգամ։ Իսկ դրա փոխարեն եկեղեցին դա ոչ կարևոր դարձրեց, իսկ ոչ կարևոր դարձրեց կարևոր, եւ ահա մենք Հակոբի նման ամուսնանում ենք Լիայի հետ, որովհետեւ մենք ուզում ենք, մեզ պետք է, մեզ դրդապատճառը պետք, մեզ վախը պետք, որ սուրբ լինենք, հասկացիր, Աստված չի ուզում, որ մարդիկ սուրբ լինեն, որովհետեւ նրանք ստիպված են, նա ուզում է, որ նրանք սուրբ լինեն, որովհետեւ նրանք ուզում են, նա չի ուզում, որ դու սուրբ լինես, որովհետեւ վախենում ես դժոխքից, նա ուզում է սուրբ լինես, որովհետեւ սիրալված ես նրան, եւ դու ասում ես, ես ուզում եմ հաճեսել նրան, ես գիտեմ, որ նա կարողանա ներել ինձ, եթե ես սայթաքեմ, բայց ես չեմ ուզում սայթաքել, ես պարզապես սիրահարվել եմ նրան, ես չեմ կարող, պատճառ չկա, ինձ դա պետք չի, ինձ դևեր պետք չեն, ինձ պետք չեմ վախել, ինձ պետք չի անցնել ինչ-որ բանով, ոչ մի նման բան ինձ պետք չի, իմ մեջ մի դրդապատճառ կա Աստծո սերը, որ սիրեմ նրան։ Բայց շատ դեպքերում մեր դրդապատճառը վախն է, Աստված գիտի, որ դա այս բաներից մեկն է, որ մենք ուղղափառ եկեղեցում տարիներով օգտագործում ենք, որ մարդիկ հավաքվեն եկեղեցի։ Գիտեք, միջնադարում արևմտյան քրիստոնեական եկեղեցիները տաճարներ էին կառուցում վախից դրդված, եւ հիմա եկեղեցին շարունակում է պատմությունը, կրկնվում է մեր խարիզմատիկ շրջանակներում։ Մեր եկեղեցում ամենամեծ դրդապատճառը վախն է, այն ժամանակ, երբ դա պետք է լիներ սերը եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կարեկցանքը։ Ուստի համաձայնվում է ամուսնանալ Լիայի հետ։ Իհարկե Լիան օրհնված է, ինչի յուրահատուկ է, որտեղ դա հզոր է, դա մարգարեաբար հզոր է մեզ համար, որտեղ նրանց ում արհամարում են, նրանց Աստված օրհնում է։ Պատճառը, թե ինչու Լիան զավակներ ուներ, այն էր, որ Հակոբը չէր սիրում նրան, ահա թե ինչու ես չեմ տխրում, երբ մարդկանց դուր չեմ գալիս, ես արդեն դատապարտված եմ օրհնության։ Ամեն անգամ մարդիկ ասում են ինչքան շատ էր նա արհամարում նրան, այնքան ավելի շատ էր բացում նրա անգաթը եւ նա շարունակում էր ծնել եւ հասկանում եք արդյոք դու թե որքան շատ ես նեղություններով անցնում, ահա թե ինչու էին մարգարեները, ես պետք է ասեմ սա ձեզ, եւ մենք ծառայել ենք սրանով ձեզ երեկոյան մարգարեաբար, դա այնքան յուրահատուկ է, ամեն անգամ երբ մենք փորձում ենք համապատասխանել եւ ուզում ենք ընդունվել եւ մարգարեն պայքարում է իր ոչ հայտնիության եւ միայնակության դեմ, նա կորցնում է Աստծուն։
Որտեվ առաջինը ինչ քեզ պետք է թույլ տվեք ասել յուրաքանչյուրին ով կանչվեց առաջին բանը ինչ պետք է սովորես այն է որ գլուխ անես միայնություն կոչվող երևույթից հասկացես դու կարող ես ամուսնացած լինել եւ շարունակ մենակ լինել դու կարող ես շենքում լինել 1000 հոգու հետ բայց միևնույն միայնակ լինել եւ մինչեւ դու չհաղթահարես միայնությունը վախ եւ ընկճվածությունը որ միայնակ ես դու չես կարողանա հաճեցնել Աստծուն որտեվ Աստծուն հաճեցնել երբեմն կստիպի մարդկանց արհամարել քեզ հիմա Մի քանի րոպեից ես կասեմ, թե ով է իրականում արհամարհում քեզ, որտեղ դա աշխարհը չէ։ Քո խնդիրը աշխարհը չէ, աշխարհը սիրում է քեզ։ Թույլ տվեք ինձ այստեղ մի փաստ բարձաբանել, թույլ տվեք ինձ, ես ուզում եմ թույլ տվեք մի փոքր ուղղել աստվածաբանական տերմինը, կամ էլ թույլ տվեք մի փոքր շտկել ձեր հերադիտակը, բայց համաձայն Հովհաննեսի 4-րդ գլխի աշխարհը նրանք չեն, որ ապրում են եկեղեցուց դուրս, համաձայն Հովհաննեսի ավետարանի 4-րդ գլուխը աշխարհը նրանք են, ովքեր եկեղեցում են եւ կրոնավոր են, նա ասաց, որ փարիսեցիներն աշխարհ էին, այսով նա ասում է՝ մի սիրեք աշխարհը եւ ոչ էլ իր ինչ որ աշխարհի մեջ է, նա չէր խոսում անհավատներին, նա խոսում էր եկեղեցու մասին, նրանց մասին, ովքեր մարմնավոր էին, դարձել են կամ հրեաների մասին, ովքեր մարմնավոր էին դարձել ուստի, իրականում խնդիրը նրանք չեն, ովքեր դրսից են, այլ հաճախ նրանք, ովքեր մեր կողքին են նստում ներսում, նրանք ովքեր դարձան մարմնարար, ովքեր թթվեցին փարիսեցիների թթվումով կամ Հերոդեսի թթվումով, նրանք ովքեր ներս բերեցին այն ինչ դրսում է, փոխանակ դուրս հանեն այն ինչ ներսում է, այնտեղ նրանց մոտ մենք բերեցինք այն ինչ այնտեղ էր մեզ մոտ։ Այսօր նա ուրախությամբ ամուսնանում է, նա ծնում է զավակներ եւ դա յուրահատուկ է։ Ես դա ձեզ անվճար կտամ։ Ես նույնիսկ ձեզնից փող չեմ վերցնի դրա համար, որովհետեւ դա ոչ մի կապ չունի նրա հետ, ինչի մասին ես քարոզում եմ, Աստվածաշունչը ասում է, որ երբ նա ծնեց Հուդային, նա դադարեց ծնելուց, լսիր ինձ, երբ դու գովաբանություն ես բերում, դու էլ ոչինչ չպետք է բերես։ Գովաբանությունը կնքում է հարցը, երկրպագությունը կնիկ է դնում, եւ նորից ահա թե ինչու մեր գովաբանությունը եւ մեր երկրպագությունը պետք է լցված լինի մեր շուրթերում։ Ես գնահատում եմ ուղղափառ եկեղեցին, ես գնահատում եմ Գերագույն հիմնը, որը կոչվում է եկեղեցու տրեսագիական հիմն, դա առաջին մարգարեական երկրպագությունն էր, այն գրվել է 3-րդ դարում Կոնստանդնապոլսում, երբ երկրաշարժը ծածկել էր քաղաքը եւ 11-ամյա տղան Սոֆիա տաճարում Կոնստանդնապոլսի մեծ եկեղեցում այդ փոքր տղան հոգով սկսում է լսել երգը։ Նկատեք 3-րդ դարում արդեն այն ժամանակ կային մարգարեական երգեր, նրանք կորսված չէին, նրանք միշտ էլ եղել են։ Մենք պետք է փնտրենք դա, եւ նա ասում է, որ նա սկսում է լսել այդ երգը եւ երգում է այն, եւ ամբողջ երգչախումբը ըմբռնում է այն եւ երգչախումբը սկսում է երգել այն, եւ պատմությունն ասում է մեզ, որ ամբողջ քաղաքը կորսված էր եւ միակ բանը, որ մնաց եկեղեցին էր, այդ մարգարեաբար մի երգի պատճառով եւ երգը հետեւյալն էր՝ Սուրբ Աստված, Քոդիշո Էլո, Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ հավիտենական, խաչված մեզ համար, Քիրիե Էլայսոն կամ Աստված ողորմիր։ Այս քիրիեն հունարենում չի նշանակում ողորմություն խղճարվելու իմաստով, այլ նշանակում է զորացրու, որ կատարենք։ Հետարքիր է, լսում ես դու ինձ։ Դա ինձ դուր է գալիս։ Ես սիրում երկրպագությունը, որը բարձրացնում է։ Սիրում երկրպագությունը, որը բարձրացնում է, գովաբանում է եւ փառավորում է եւ դարձնում է նրան կամ փոխում է ընկալունակությունը նրա հանդեպ, որտեղ իրականում դու չես կարող Աստծուն ավելին անել, երբ մենք ասում ենք, որ մենք մեծարում ենք նրան, իրականում մենք չենք փոխում նրան, մենք փոխում ենք նրա հանդեպ մեր ընկալունակությունը, որովհետև դու Աստծուն ավելին չես կարող անել, որովհետև Աստված ամենակարող է, ամենագետ եւ ամենուր, նա ամենուր է միաժամանակ։ Ես ասել եմ դրա մասին 3 եւ հենց դրա մասին կկրկնեմ, դրա մեջ է պատճառը, որ Աստված իրականում չի շարժվում։ Դա մեզ դուր է գալիս ասել, ով սկսում է Աստծո շարժը եւ Աստված թույլ է տալիս մեր բառարանին բացատրել խորհրդավորը, բայց Աստված չի շարժվում եւ թույլ տվեք ինձ բացատրել ձեզ թե ինչու Աստված չի շարժվում, ինչպես ես բացատրել եմ դա 3, որովհետեւ եթե Աստված շարժվում է, նայեք ինչպես է շարժվում աշը։ Հետևեք։ Աշը շարժվում է, որպեսզի աշը շարժվում ենթադրում է մի վայրում ներկա լինելու բացակայությունը մյուս վայրում գտնվելու համար։ Ընկալեցիք։ Ես այստեղ եմ։ Հիմա ես այստեղ եմ։ Որպեսզի այստեղ լինեմ, ես չեմ կարող այնտեղ լինել։ Եթե ես այնտեղ չեմ, ուրեմն այնտեղ այլևս գոյություն չունի, եթե ես Աստված եմ։ Այսպիսով Աստված այստեղ է եւ այնտեղ միաժամանակ։ Դրա համար իրականում երբ մենք ասում ենք Աստված շարժվեց, նա բոլորին չի շարժվել, մենք շարժվեցինք նրա մեջ եւ տեսանք ինչ որ բան նրա մասին այսօր, որ չենք տեսել նրա մասին 3, ո մեծարեք Աստծուն։ Մեծարեք Աստծուն ինձ հետ։ Չի նշանակում Աստծուն ավելի մեծ անել։ Կենսաբանության մեջ երբ մեծացնում ես ինչ որ բան, դու չես փոխում այն բանի ձևով կամ չափսը, ինչի վրա նայում ես։ Դու փոխում ես քո ընկալունակությունը այն բանի, ինչի վրա նայում ես։ Դու չես կարող Աստծուն ավելի անել, բայց դու կարող ես նրան ավելի մեծ տեսնել, քան տեսել ես 3։ Նա ծնում է Հուդային եւ նրա մոտ էլ զավակներ չկային։
Այսինքն զավակներ էլ չկան եւ Աստված օրհնում է Ռաքելին, վերջապես Աստված հիշում է Ռաքելի մասին, դա ինձ դուր է գալիս, դա քեզ էլ կօրհնի, դու խոսում ես մարգարեության մասին, թույլ տվեք ինձ ասել, թե ինչ է պետք անեն մարգարեները, նրանք պետք է մարգարեանան Աստծո բնույթի մասին, մենք պետք է ազատվենք մրցակցության ոգուց եւ դադարենք նայել, թե ինչ է տեղի ունենում էքստրասենսների մոտ եւ կարծել, որ պետք է ինչ որ բանով պատասխանենք նրանց, մենք տարբերվում ենք նրանցից, դրա համար մենք չենք պատասխանում նրանց, մենք մարգարեական զուգահեռ չենք սկսում էքստրասենսների ցանցում, մենք չենք կանգնեցնի մարդկանց եւ չենք փորձի նրանց պարզապես խոսք տալ, որ նրանց պետք է, որ նրանք ուզում են լսել։ Մենք մարգարեանում ենք սրտի դիտավորությունների մասին, եւ ես կարծում եմ, որ այն պատճառով, որ էքստրասենսները այդքան ուժեղ են շարժվում մարմնական ուղղությամբ, մարգարեները պետք է պահեն իրենց շուրթերը օրհնության, բարգավաճում եւ նման բաներ մարգարեանալուց ամուսինների մասին, որովհետեւ ըստ էության, որքան էլ ես եմ հասկանում մարգարեն երբեք չպետք է մարգարեն ամուսնու կամ կնոջ համար, որովհետեւ նախ եւ առաջ ամուսնությունը առնչվում է մարդու պատասխանատվության ոլորտին, քան թե աստվածային ընտրությանը, պարզապես Աստված հարգում է արդեն իսկ գոյություն ունեցող ամուսնության ուխտը։ Ես չեմ ասում, որ չկան իդեալական ամուսին, ոչ ես ասում եմ, որ չկա Աստծո իդեալական ընտրություն քեզ համար, ում հետ էլ որ ամուսնանաս, նույնիսկ եթե նրա ընտրի Աստված, կլինեն խնդիրներ, կլինեն փորձություններ, կլինի բորենի, կլինի շեոլ, կլինի հանդես, ինձ չի հուզում, եթե նա նույնիսկ Աստծո զարմուհին է, տանը խնդիրներ կլինեն։ You could shanda, hook a massage, shoot a mosquito, kickstart a Honda, all you want. Հենց որ բացահայտես, որ քո տանը ոչ միայն ննջասենյակ կա, դու ստիպված կլինես ապրել նաև հյուրասենյակում եւ խոհանոցում եւ լոգարանում եւ նկուղում եւ դու կհասկանաս, որ շատ ավելին է տեղի ունենում, քան միայն այսպես է ասում Աստված։ Այսպիսով այժմ Ռաքելի մոտ երեխա կա, եւ դա ինձ դուր է գալիս։ Ռաքելը զավակ է ծնում եւ նա նրան Հովսեփ է կոչում։ Եբրայերենում դա յուրահատուկ է, որտեղ եբրայերենում դա նշանակում է նա կտա, մեկ այլ որդի կավելացնի։ Եվ դա թվում է հրեական հասարակության մեջ մի որդի ծնելն արդեն մեխանիկորեն վեր է առնում քեզնից նախատինքը, մեկն ունես դե 12-ը կարևոր չի, դու արդեն ոչնչից չպետք է ամաչես, եւ նա ասում է, նա իր որդուն մարգարեաբար է անվանում, նա ինձ մեկին եւս կավելացնի, նա պարզապես գոհ չէր, թվում է թե նա ապագայի մեջ է թափանցում, նախքան Պողոսը կգրեր, որ նա ավելին է անում, քան մենք կարող ենք մտածել կամ երազել, նա թափանցում է ապագայի մեջ եւ բռնում է մի խոսքից, որը դեռ չի գրվել, եւ մոտեցնում է այն իրեն եւ ասում է. ես ուզում եմ նրան Հովսեփ կոչել եւ նաեւ մեկ կավելացնի, եւ դա մարգարեաբար կոչվում էր, որտեղ Հովսեփն ավագ եղբայր է, եւ դե շարունակության մեջ եւ նրա աղախիններն են զավակցնում եւ Լիայի աղախիններն են զավակցնում, բոլորի մոտ երեխաներ կան եւ մարդիկ շուրջ բոլորը զավակներ են ծնում եւ դրանից հետո նա մեկ այլ զավակ է ծնում Բենյամին անունով, բայց նախքան մենք կհասնենք Բենյամին, եկեք մի փոքր զրուցենք Հովսեփի մասին, ահա ծնվել է Հովսեփը, Գիրքն ասում է, որ նրա եղբայրները սկսեցին նախանձել նրան։ Գիտեք ինչու նրանք սկսեցին նախանձել նրան, որովհետև նա հասկացել էր իր նպատակն Աստծո մեջ։ Մարդիկ կսկսեն նախանձել քեզ, երբ դու սկսես հասկանալ, թե ինչու ես այստեղ։ Նրանց չի հուզում, թույլ տվեք ասել ձեզ, նրանց չի հուզում, որ դու նոր տուն ես գնել, նոր մեքենա, դա չի կպչում նրանց։ Բայց երբ դու սկսում ես դառնալ, երբ դու իսկապես տեղեկացված ես, թե ով ես դու այն համատեքստում, թե ով է նա, երբ դու գոհ ես նրանից, թե ով ես դու, երբ դու դա էլ բառերով ասա եպիսկոպոս Աշ, When you are, put it another way, Bishop Ash, if you insist. Դե եթե դուք շատ եք համառում, անօթության առաջին նշան այն է, երբ սկսում ես խոսել ինքդ քեզ, իսկ երկրորդը նաև որ պատասխանում ես քեզ։ Աստված հարգում է ոչ թե այն, որ դու գոհ ես նրանից, թե ով ես, նա հարգում է, երբ դու շրջապատողների կարծիքի կարիքը չունես։ Երբ դու ազատվում ես նրանից, թե ինչ են ուրիշները կարծում քո մասին, ուստի հիմա նրանք ասում են նրան Ուստի հիմա նրանք ասում են նրան, թույլ տվեք ատում են նրան, թույլ տվեք պարզաբանել դա, իրականում նրանք իր եղբայրները չէին, նրանք չէին եղել, նրանք իր խորտ եղբայրներն էին։ Ձեզ չհասավ։ Եպիսկոպոս նրանք մեկ հայր ունեն, բայց նրանք տարբեր մայրեր ունեն, հասկացիր նախ եւ առաջ, մեր մայրը եկեղեցին է, Աստվածաշունչն ասում է, որ մեր մայրը Նոր Երուսաղեմն է, Նոր Երուսաղեմը իհարկե եկեղեցին է, որտեղ այն Քրիստոսի հարցն է, ուստի մենք եկեղեցին մեր մայրն է։
Աստված մեր հայրն է եւ հաճախ, որովհետեւ մենք ծագում ենք տարբեր եկեղեցիներից կամ տարբեր մայրերից, տարբեր արմատներից, մենք ատում ենք միմյանց այն պատճառով, որ չենք հասկանում ուրիշ մարդկանց արտահայտությունը, քանի որ դու ինձնից տարբեր կերպով ես արտահայտվում, ես մերժում եմ քեզ, որովհետեւ մենք մեկ հայր ունենք, բայց տարբեր մայրեր, Դրա համար հաճախ քո թշնամիները քո խորտ եղբայրները կլինեն, որոնք չեն կարողանա ընդունել, որ Աստված խոսում է քեզ հետ, եւ որ դա ասած քեզ մի բան, ինչը կարող է չհամապատասխանել այն բանին, ինչն է ասած նրանց։ Լսում եք ինձ։ Այսպեսով Հովսեփին ատում են։ Նրանք գցում են փոսը։ Նրանք որոշում են սպանել նրան եւ դա շատ յուրահատուկ է, նրանք պատրաստ են սպանել նրան։ Որտեղ ավելի հետաքրքիր է դառնում։ Նրանք պատրաստ են սպանել նրան եւ նրան սպանել փորձելու ընթացքում Աստվածաշունչը ասում է, որ Հուդան աղաղակեց եւ ասաց. Մի սպանեք մեր եղբորը Հովսեփին։ Նկատեք, թե ով է ձայնը բարձրացնում գովաբանությունը, տեսնում եք գովաբանությունը բարեխոս է։ Գուցե մենք պետք է վերասահմանենք բարեխոսությունը։ Գուցե ես մի շարք խնդիրներ կհարուցեմ ինձ համար այստեղ։ Բայց ուղղափառ եկեղեցում մենք մի փոքր այլ կերպ ենք հասկանում բարեխոսությունը, քան մարդիկ խարիզմատիկ եկեղեցիներում։ Եվ երբ ես փորձառեցի ինձ վրա բարեխոսությունը խարիզմատիկ եկեղեցում, երբեմն ես ուրախ եմ, որ ուղղափառ եմ, որովհետև հոգևոր մեծամտության վտանգ գոյություն ունի։ Հոգևոր մեծամտության վտանգ գոյություն ունի, որը հանգչում է նրանց վրա, ովքեր կարծում են, թե իրենք պարզապես պարագլուխ են աղոթքի աշխարհում։ Նրանք հենց նոր են սովորել աղոթել։ Տես ես մեծացել եմ հին ուսումնական եկեղեցում, ես փրկվել եմ ոչ երիտասարդների խմբում, ես փրկվել եմ ծերերի շրջապատում եւ ոչինչ այլևս չգիտեի մայր Դորեսի մայր Հովարդս, դրանք մարդիկ են, նրանց մոտ չկային այս բոլոր աստվածաբանական տերմինները եւ նրանք չգիտեին ինչպես կոչել այս բոլոր հոգևոր իշխանություններին, նրանք ըստ դասակարգերի չէին թվարկում այս բոլոր իշխանությունների եւ ուժերը, նրանք չգիտեին ինչպես են կոչվում քաղաքի վրա դևը, բայց նրանք հենվում են բազմոցին եւ ասում. հեռացրու նրանց Տեր։ Եվ դրանում նրանք կարիք չունեին իմանալու նրա անունը, նրանք պարզապես գիտեին նրա ազգանունը, մենք գիտենք ում հետ ես դու կապված սատանայի, եւ եթե նրանք կարողանային սատանային վռնդել, նա պարտավոր էր իր հետ տանել։ Դրա համար երբ մենք բարեխոսում ենք ուղղափառ եկեղեցում, մենք միշտ բարեխոսում ենք այն համատեքստում, որում մեզ կոչ է ուղղվում բարեխոսել մեր առաջնորդությունը։ Թույլ տվեք ինձ ասել, թե ինչ է բարեխոսությունը, որպեսզի դուք չշփոթվեք։ Բարեխոսությունը այն չէ, երբ դու ասում ես ասուն այն, ինչ կարծում ես, որ նա է քեզ ասել։ Բարեխոսությունը կամ այն, ինչ դու կարծում ես, թե սխալ է ինչ-որ բանի առումով, բարեխոսություն այն է, երբ ասում ես այն, ինչ նա քեզ իր առաջնորդների միջոցով ասաց, որ նա ասես նրան։ Բարեխոսությունը այն է, երբ դա նորից կասեմ, բարեխոսությունը այն է, երբ Աստված իր առաջնորդների միջոցով ասում է քեզ ինչ ասես նրան։ Դրա համար դու քո գաղափարները չունես, բարեխոսները պետք է լսեն Աստծու նրան միջոցով, ովքեր արդեն դրված են։ Ես կասեմ ձեզ, թե դա կարող է ձեզ հուսահատել, չկա նման մի պաշտոն, ինչպիսին է բարեխոսը։ Դա չկա Աստվածաշնչում։ 5 պաշտոն կա եպիսկոպոսի պաշտոն, ծերի եւ սարկավակի, եպիսկոպոսների, ծերերի եւ սարկավակների պաշտոն, եւ այդ 3 պաշտոնները եկեղեցում դրսևորվում են 5 ծառայությունների պարգևներով՝ առաքյալ, մարգարե, ավետարանիչ, հովիվ եւ ուսուցիչ։ Այնտեղ բարեխոս չկա, բայց ինչ է տեղի ունեցել։ Մենք շինել ենք այդ պաշտոնը, որովհետև մարդիկ հրաժարվում են հնազանդվել եւ նրանց ոչնչից տիտղոս են ստեղծել, որպեսզի մենք կարողանանք կցել բոլոր այցելուներին եւ նրանց մի բան տանք, որպեսզի չկորցնենք նրանց, որ նրանք չգնան ուրիշ եկեղեցի։ Եվ հիմա կան այնպիսիները, ինչ ես անում, ես բարեխոս եմ։ Ինչ, իսկ որտեղ է դա Աստվածաշնչում։ Ահա հիմա ես թշնամիներ ունեմ։ Բայց մենք պետք է ճշմարտությանը նվիրվենք, նույնիսկ ինքներս մեր գնով իրականում ես նորից խնդիրներ եմ ունենալու, բայց ես կասեմ դա իրականում հասարակության մեջ առաջին բարեխոսը ըստ Սուրբ Օգնասիոսի մեր թվարկության 69-րդ թիվ քաղաքի կամ հասարակության կամ եկեղեցու եպիսկոպոսն է։ Ես կասեմ սա այսպես. Եթե դու բարեխոս ես եկեղեցում կամ ինչ-որ մեկը, որ աղոթքի ծառայության մեջ մասնակցություն ունես, եւ ես երաշխավորում եմ, որ դու երբեք չես հանդիպել գլխավոր դևին։ Չեմ հանդիպել։
Ոչ, ինչու, որովհետև դու գլխավորը չես, դու անդամ ես։ Գլխավոր դևերը միայն նրանց համար են, ովքեր թագավորության կառավարության մեջ գլխավոր են, եպիսկոպոսներ եւ ծերեր, ովքեր կառավարում են որպես քաղաքի գլխավոր հոգեվոր իշխանություն։ Բայց այն, ինչ դու ես անում, քեզ դուր է գալիս կարծել, որ դու գլխավոր ես, որովհետև դրանից դու ավելի կարևոր ես թվում ինքդ քեզ։ Դու վերափոխում ես քո հոգեվոր ամբարտավանությունը հոգեվոր սխալ քարոզչության միջոցով։ Դա չի նշանակում, որ դու ընդգրկված չես դիվական կոնֆլիկտի մեջ, բայց ոչ նրանց մակարդակի վրա, ովքեր պետք է լինեն առաքելական կարապետներ Աստծո թագավորության գործի եւ վերականգնման մեջ, իսկ դա միայն կարգուկանոնի միջոցով է գալիս։ Մենք եկեղեցում կարգուկանոնի կարիք ունենք, եթե պատրաստվում ենք արթնություն տեսնել, եւ ես գիտեմ, որ դա բարկացնում է որոշ մարդկանց, բայց դա ճշմարտություն է։ Շնորհակալ եմ։ Թե չէ ես արդեն գրեթե այսպիսով Հուդան բարեխոսում է։ Ես կարծում եմ, որ եթե երբեմն մենք պարզապես երկրպագի ենք, ինձ ապշեցնում է այն արդարացումները, որոնք մարդիկ բերում են այն բանի համար, թե ինչու չեն մասնակցում այն գործի մեջ, որն ասում է Աստված։ Ես չէի կարող, ես չափազանց շատ եմ զբաղված, ժամանակ չունեի, որ լինեմ կարգուկանոնի խմբում կամ կարգուկանոնի խորհրդի մեջ։ Ես չափազանց շատ եմ զբաղված աղոթքով, որ մասնակցեմ երիտասարդականներին։ Իմ խնդիրն է աղոթել այնտեղ յետին պլանում։ Ոչ միտեղ սուրբ գրքում դու չես գտնի արդարացում յետին պլանում աղոթքի համար։ Դու պետք է գործես ինչ որ բանի մեջ եւ աղոթես մարդկանց հետ աղերսելով այն բանի մասին, ինչով զբաղվում է։ Եթե Հիսուս գնում էր, նա գնում էր անապատ աղոթելու իր առաքյալների համար, բայց նա անում էր դա կեսգիշերին։ Այն բանից հետո, երբ իր ողջ երկրային ծառայությունը ավարտվում էր, դրանից հետո նա գնում էր, նա չէր փոխարինում իր հասարակությունը իր հոգևոր միայնակությամբ։ Իսկ ինչ ենք մենք արել, մենք զոհաբերել ենք մեր հասարակությունը, որպեսզի սնուցենք մեր անհատականությունը։ Լսում եք ինձ։ Դա շատ վտանգավոր է, դա շատ վտանգավոր է ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը առանձնացնում է իրեն այն բանից, ինչ Աստված միացյալ է անում, որպեսզի հետևի այն բանին, ինչ Աստված է անհատական է անում, նա ոչինչ անհատապես չի անում անջատ այն բանից, ինչ նա միացյալ է անում։ Փաստորեն ես այնքան խորը կգնամ, որ կասեմ, որ երբեմն միացյալ ճակատագիրը գերակշռում է անհատական ճակատագրին, եւ քո անհատական կոչումը պետք է մոհանա, որ ճանապարհ տա նրան, ինչ Աստված է միացյալ անում։ Դա այլ բառերով ասա եպիսկոպոս Աշ, եթե դուք այդքան համառում եք, սերմը պետք է մահանա եւ ցանվի, եթե այն պատրաստվում է պտուղ բերել, դու երբեք ոչինչ չես դառնա, մինչեւ մեկ ուրիշին ինչ որ բան չդարձնես։ Նա ծնում է Հովսեփին։ Նրանք գցում են նրան փոսի մեջ, Հուդան բարեխոսում է եւ գալիս է Իսմայելը, իսմայելացիները։ Եվ դա հզոր վկայություն է, որ Աստված կարող է ամեն բան պատտեցնել Աստծո փառքի համար, որովհետև դրանից առաջ Սննդոց գրքում Աստվածաշունչն ասում է մեզ, որ Աբրահամը, եւ մենք քարոզում ենք դա, եւ մենք աստվածաբանական կամ այսպես ասենք, մենք չենք խախտի գրվածքը, եթե քարոզենք դա եւ այսպես մենք քարոզում ենք, որ Աբրահամը բաց թողեց Աստծուն, երբ ծնեց Իսմայելին։ Նա մարմին ծնեց եւ պետք է վճարեր դրա համար ապագայում, բայց եթե դա մի փոքր ավելի մոտիկից ուսումնասիրենք, դուք կտեսնեք, որ Իսմայելն անհրաժեշտություն էր, որովհետեւ Իսմայելը մի ազգ դարձավ, որը հետագայում, երբ Հովսեփը մոտ էր մահվան, Աստված վերցրեց Աբրահամի Իսմայելին։ Աբրահամի սխալը, Աբրահամի թուլությունը եւ թույլ տվեց դրան այնքան զորավոր լինել, որ ամեն բան շրջվեց, այլ խոսքերով, երբ դուք իմ հանդեպ չար դիտավորություն ունեք, Աստված այն ինձ բարի գործակից արեց, նա շրջեց այն եւ օգտագործեց Աբրահամի թուլությունը, որպեսզի կատարի իր նպատակը անողոն շնչի մեջ։ Իրականում մենք պետք է հասկանանք, որ այն, ինչ գործում է մեր դեմ, իրականում գործում է մեր օգտին։ Երբեմն մենք ասում ենք կիրքն սպանում է ինձ, բայց դա այդպես չէ, փաստորեն դա մոտեցնում է ձեզ ձեր ճակատագրին։ Այսպիսով Իսմայելը Հովսեփին բերում է անապատից դեպի Եգիպտոսի երկիր, որպեսզի նա կարողանա կատարել իր նպատակը, զորությունը եւ ծրագիրն Աստծո։ Եվ դա այնքան յուրահատուկ է, որտեղ երբեմն մենք ավելի կարևոր ենք, եւ եթե դու ավելի ճիշտ լինես, ես տեսել եմ Աստծո փառքը, որն իրեն ավելի հաճախ դրսևորում էր, երբ ես ավելի թույլ էի։ Ես հաճախ զգում էի Աստծո զորությունը, երբ ամենավատն էի զգում ինձ, եւ ես հասկանում էի Աստծո ինքնիշխանությունը բոլոր տեղի ունեցող բաների մեջ, երբ դատարկված էի եւ ավելի շուտ Աստծուց հեռու էի ինձ զգում, քան թե նրան մոտ։ Ավելի շատ հրաշքներ էի տեսնում։ Ինչու՞, որովհետև ավելի շատ կարիք ունեի նրա հանդեպ։
Եվ հաճախ Աստված, եթե մենք չհնազանդվենք, նա կհնազանդեցնի մեզ, նա թույլ կտա, որ ինչ-որ բան մտնի մեր կյանքի մեջ, որ մենք միշտ հիշենք, որ նա մեր աղբյուրը է, ոչ թե ինչ-որ մի ուրիշ բան։ Այսպիսով ծնում է Իսմայելին, արձակում է նրան Եգիպտոսում, մենք գիտենք այս պատմությունը, եւ հիմա միշտ նա Եգիպտոսում է, նա ծառայում է Պետապրեսի տանը, Պետապրեսը հարուստ մարդ էր, Պետապրեսի կինը գայթակղեցնում է նրան։ Ես ուզում եմ, որ դուք տեսնեք, կա երկու տեսակի հագուստ, առաջին հագուստը այն էր, որը նրան իր հայրն էր տվել, նրանք խլեցին նրանից եւ այն հագուստը, եւ թույլ տվեք ասել ձեզ, որ հաճախ քո հայրը քեզ դիրք կտա եկեղեցում, բայց սա մշտական դիրք չէ, հասկացի՞ր, Հովսեփն այնքան էր զբաղված պահելու իր առաջին սեփականությունը, որ Աստված ասաց. ես ուզում եմ քեզ ավելի մեծ փառքի մեջ տանել, բայց դու այնքան ես զբաղված փորձելու պահել քո առաջին հագուստը, դու բաց չես թողնում այն, դրա համար ես օծում եմ մեկին խլելու այն քեզնից, եւ ես դրեցի քո եղբայրներին, որ նրանք քեզ որոշ դժվարություններով ու արկածներով ասկացնեն, դու բաց չես թողնում այն, ես ուզում եմ բարձրացնել քեզ, բայց ես չեմ կարող բարձրացնել քեզ, որովհետեւ դու շատ ես զբաղված ներքևի բաներից կարճելով։ Ես ուզում եմ քեզ բարձրացնել հաջորդ մակարդակի վրա, դրա համար ես կանխատեսա, որ քո եղբայրները ներկայացնեն քեզ, որպեսզի կարողանան բարձրացնել քեզ հաջորդ մակարդակի վրա։ Ձեզնից քանիսն են մերկացել, որ բարձրանա, ով հասկացիր, դու չես ցանկացել ինչ-որ բան թողնել, բայց Աստված քեզ կանգնեցրեց այն, խլեցին քեզանից։ Դրանից հետո նա ուրիշ զգեստ էր ստանում, ուրախանում է ուրիշ զգեստով, նա այնքան էր հիանում հաջորդ զգեստով, որ այն էլ չի ուզում տալ։ Դրա համար Աստված դնում է Պետապրեսի կնոջը, որպեսզի նա խլի այն։ Հիմա նա բանտում է, Աստված բարձրացնում է նրան եւ բերում է Փարավոնի տուն։ Հիմա նա մեծ իմաստության մարդ է Փարավոնի տանը, Փարավոնը պատվում է նրան եւ երրորդ զգեստն է տալիս, լսիր ինձ, 30, 60 եւ 100։ Կա արտաքին գավիթի չափում, ներքին գավիթի չափում եւ սրբության սրբոց չափում։ Մեծ փառքեր կան Աստծո թագավորության մեջ եւ մենք երբեք չենք կարողանա բավարարվել կահքի գալստական զարդիկ եւ տաղավարած տոն։ Ես երեք ասել եմ դա եւ նորից կկրկնվեմ, հաճախ մենք լռվում ենք մի տոնի մեջ եւ չենք կարող անցնել մյուսին։ Մենք այնքան ենք զբաղված այն բանով, որ հոգի գալստական ենք, որ մենք չենք, իսկ դա հունցքի ընդամենը սկիզբն է, այլ հունցքն էլ կա, այլ հունցք էլ կա տաղավարած տոն։ Մենք չպետք է հոգի գալստական դառնանք, մենք պետք է տոնենք հոգի գալուստը եւ անցնենք մյուսին։ Ես շնորհակալ եմ Աստծուց իմ արմատների համար եւ ես սիրում եմ իմ արմատները, բայց ես նաեւ այնքան կուր չեմ, որ չտեսնեմ, որ չի կարելի տաղավար բացել հոգի գալստի մոտ։ Ես կվերապրեմ, ես կվայելեմ այն, բայց ես կկանչեմ փառքի ավելի մեծ չափումների մեջ, եկեղեցու ավելի մեծ մակարդակի մեջ եւ մենք զոհաբերել ենք այն, ուր գնում ենք այն բանի համար, որտեղ արդեն հայտնվել ենք։ Մենք փորձել ենք հավատարիմ լինել, բայց դու չես կարող հավատարիմ լինել նրան, ինչ Աստված արել է, դու պետք է հավատարիմ լինես նրան, ինչ Աստված անում է։ Ուստի նա շարժվում է մի փառքից մյուսին եւ Աստված նրան դղյակ է բերում եւ միշտ դա տեղի է ունենում, Աստված նրան բերում է այնտեղ։ Հակոբի մոտ մեկ այլ որդի է հայտ գալիս, Բենոնի։ Նրա մայրը նրան Բենոնի կոչեց, ինչ թարգմանում է Ցավից որդի, բայց նա նրան Բենյամին է կոչում, Աշձերքի որդի։ Բենյամինը Աստծո թագավորության հոգեոր իշխանության մեջ է մտնում։ Թույլ տվեք մի պահ վերադառնալ եւ ահա թե ինչ է ասել բանտում Հովսեփի մասին։ Թույլ տվեք մի պահ շեղվել։ Հովսեփը բանտում էր, ահա ես ուզում եմ, որ մարգարեները մի բան հասկանան այստեղ։ Մինչ Հովսեփը բանտում է, նա տառապում է բանտում եւ մենք չգիտենք թե ինչու է Աստված տեղադրել նրան այնտեղ։ Իրականում մենք գիտենք թե ինչու Աստված տեղադրեց նրան այնտեղ, որովհետև Սաղմոսներում մի խոսք կա, որտեղ ասվում է Աստված սահման դրեց, որպեսզի չանցնեմ, լսիր ինձ Սուրբ Հոգով, եւ Սուրբ Հոգին խոսեց ինձ հետ եւ ասեց. «Վերոն, ես կանչեցի իմ ժողովուրդն անցնելու տարբեր դժվարությունները ոչ միշտ նրա համար, որ ինչ որ բան սովորեցնեմ նրանց այդ դժվարությունների մեջ»։ Ես հարցրի. Ոչ, բայց ես մարդիկ ունեմ, որոնք սովորեցնեն դժվարություններին, որ կան որոշ մարդիկ, որոնք դժվարությունները չեն կարողանա սպանել։ Ես հարցրի. Աստված ինչի մասին ես խոսում, Աստված ասեց, երբ ես Նոյին ջրհեղեղի մեջ դրեցի, դա նրա համար չէր, որ Նոյը իմանար թե ինչ է ջրհեղեղը։ Ես պետք է սովորեցնել ջրհեղեղին, որ կան որոշ մարդիկ, ում նրան թույլ չի տրվում սպանել։ Երբ ես 3 հրյա տղաներին կրակի մեջ դրեցի, ես նրանց այնտեղ չդրի, որ նրանք ազատվեն, ես նրանց դրի կրակի մեջ, որ սովորեցնեմ կրակը, որ կան տղաներ, որ դու իրավունք չունես այրել։ Երբ ես Դանիելին առյուծների գուբը գցեցի, ես նրան չգցեցի այնտեղ, որ նա ինչ որ բան սովորի, ես պետք է սովորեցնեի ինչ որ բան քո թշնամուն, սատանային, որը քայլում է մռնչացող առյուծի պես, որ կան մարդիկ, որոնց նրան թույլ չի տրվում ուտել։ Երբ ես Հովսեփին դրի բանտի մեջ, ես դրի նրան բանտի մեջ, որ սովորեցնեմ բանտը, որ կան որոշ տղաներ, որոնց չես կարող կալանքի տակ պահել, Աստված քեզ դնում է քո դժվարությունների մեջ, որ կարողանաս սովորեցնել քո դժվարություններին, որ կան ոմանք որոշ բաներ կան, քեզ թույլ չի տրվում ոչնչացնել Աստծո մարդկանց, ծափը հարիր եւ աղաղակիր, հալելույա։ Նայել կողքին եւ ասա, դա ստուր քո պրոբլեմին։
Դու կարծում ես խնդրեմը եկել է ոչնչացնելու քեզ, դու կարող ես վերադառնալ խնդրեմի մոտ եւ ասել, միայն թե նայիր քեզ, կարող ես վերադառնալ այն քաղցկեղի մոտ եւ ասել, նայիր, Աստված թույլ տվեց ինձ քաղցկեղ ունենալ, որ սովորեցնի քաղցկեղին, որ կան որոշ մարդիկ, ում դու չես սպանի, եկեք Աստված թույլ է տվել քո վարկային պատմությանը կեղտոտ լինել, որ դու կարողանաս սովորեցնել քո վարկին, որ կան մարդիկ, ում դու չես կարող ստապալել, ալելույա։ Հիմա ես ավարտում եմ։ Ես փորձում եմ ավարտել։ Ես առանց կոնտեքստի եմ քարոզում, դրա համար կներեք ինձ, որ մի փոքր շփոթված եմ։ Բենյամինը ծնվեց եւ Հովսեփը նրա ավագ եղբայրն է։ Հովսեփը նրա ավագ եղբայրն է։ Բենյամինը նրա կրտսեր եղբայրն է։ Դա նշանակել է հոգևոր իմաստով, որովհետև Հովսեփն ասաց, երբ նրա եղբայրները եկան մուրալու, Joseph said, when his brothers come begging, ես չեմ կարող դրա մասին։ Եվ ասաց Հովսեփին այնպես բարձրացեց, որ նրանք չէին իմանում ով է նա։ Հիշում եք դա, նրանք չեն ճանաչում նրան։ Նրանք չէին իմանում այդ ով է։ Ահա ինչ է տեղի ունենում, նա հարցնում է նրանց, ելով կա ձեր ընտանիքում, նրանք ասում են եւս մի եղբայր, ով է նրա մայրը, Ռաքել, ո ես եղբայր ունեմ, նա չգիտեր, որ եղբայր ունի։ Լսել եք թե նա ինչ է ասում, նա ասում է գնացեք եւ բերեք նրան բերեք ինձ մոտ։ Նկատեք, նա չգնաց նրա հետևից։ Նա ապահովեց, որ Բենյամինին բերեն նրա իշխանական գահի մոտ։ he had made provision to bring Benjamin to his seat of authority. Դուք ավելի լավ է ինձ հոգով լսեք։ Նա ուղարկեց իր ծառաներին, որ գնան, վերցնեն իր եղբորը ու բերեն նրան իր մոտ։ And bring it to him. Դա յուրահատուկ է, որովհետև Հովհաննեսի ավետարանի 14-րդ գլուխը, եկեք բացենք, մենք դեռ այստեղ կվերադառնանք մեկ րոպեից։ Ես պետք է կարդամ սա ձեզ համար, որովհետև եթե Աստվածաշնչից չկարդամ, դուք ինձ չեք հավատա։ Սուրբ Հովհաննեսի ավետարան գլուխ 14։ 14th chapter. Եվ ես ավարտում եմ, խոստանում եմ ձեզ։ Մեկ րոպե, եւս մեկ րոպե, Աստծո համար մեկ օրը 1000 տարի է եւ Մարգարեի համար մեկ րոպեն։ Լսեք թե ինչ է նա ասում։ Սրտերդ չխռովեն, Աստծուն հավատացեք, ինձ էլ հավատացեք։ Իմ հոր տանը շատ բնակարաններ կան, ապա թե ոչ ես ձեզ պիտի ասեի, հիմա գնում եմ որ ձեզ տեղ պատրաստեմ։ Հիմա թույլ տվեք ինձ սահմանել դա կամ էլ մեկնաբանել դա։ Դուք երկնքում տուն չեք ստանա։ You ain't getting a mansion in heaven. Ուստի շտապեք մինչ այստեղ եք։ Ես չեմ ուզում քո տոնը փչացնել։ Չեմ ուզում տոնը փչացնել։ Նա քեզ տուն չի խոստացել այստեղ, սրտերը չխռովեն, Աստծուց հավատացեք, Աստծուն, ինձ էլ հավատացեք։ Իմ հոր տանը շատ բնակարաններ կան։ Հունարենում այստեղ յուրահատուկ բառախաղ է, որովհետև այստեղ խոսվում է այն մասին, թե ինչպես են հрьяաները կամ իսրայելացիները իրենց տները շինել, եւ երբ որդին ամուսնանում էր, նա կցակառույց էր ավելացնում եւ տունն ավելի մեծ էր դառնում բնակարանների շատությունից կամ կցակառույցները կամ կառուցված տների շատությունից։ Իմ հոր տանը Դու ես Սուրբ Հոգու տաճարը, դու ես Աստծո բնակարանը, ասում եմ մեզ Աստվածաշունչը դրա համար իմ հոր տանը շատ բնակարաններ կան, իմ հոր տանը բնակվելու շատ տեղ կա։ Ապա թե ոչ ես կասեի, դու բնակարան չես ստանա, դու տեղ ես ստանում, ես գնում եմ տեղ պատրաստելու ձեզ համար։ Եվ նա ասում է մեզ, թե ինչ տեղ է այն։ Նա ասում է, եթե ես գնամ ու ձեզ տեղ պատրաստեմ, նորից պիտի գամ ու ձեզ իմ մոտ առնեմ, որպեսզի ուր որ ես եմ, դուք էլ այնտեղ լինեք, ուր որ ես եմ, որպեսզի ուր որ ես եմ, դուք էլ այնտեղ լինեք։ Ուստի ուրեմն տեղը բնակարան չէ, տեղը հոգևոր դիրք է, տեղը այն է, ուր որ ես եմ, ուր դուք էլ լինեք այնտեղ, ուր որ ես եմ, ուր որ ես եմ, ես պատրաստելու եմ այդ հոգևոր դիրքը, եւ ես կուղարկեմ իմ ծառային Սուրբ Հոգուն, որ վերցնի Բենյամինին եւ բերի նրան, բարձրացնի նրան փառքից փառք, հավատքից հավատք, մինչեւ նա չհայտնվի այնտեղ, որտեղ ես եմ։
Թույլ տվեք բացատրել սա ձեզ, ուստի այս Հիսուսը, so that որ Աստծո որդին է, երրորդության երկրորդ անձը, Հիսուս հոգևոր դիրք պատրաստեց մեզ համար, այդ դիրքը որդիության դիրքն է կամ որդեգրության դիրքը ժառանգակցի դիրքն է Տեր Հիսուս Քրիստոսի հետ, բայց նա չի պատրաստվում հավիտյան գրավել այդ դիրքը, որովհետև հայտնության գիրքն ասում է, որ մի ժամանակ կգա, երբ որդին կգրավի հոր գահը, բայց երբ Աստված բարձրացնում է նրան որդու գահից հոր գահի վրա, now when God elevates him դատարկություն է առաջանում to the throne of the Father, there's a vacancy. վակում է առաջանում եւ երկնային թերթում հայտարարություն է տրվում դատարկ տեղ կա որ դուք էլ լինեք այնտեղ էլ The position is called where I am. You may be ուր որ ես եմ you վերնագրով come up to a place of spiritual որ դուք բարձրանք հոգևոր իշխանության տեղը ինձ հետաքրքիր է թույլ կտակ դուք ինձ դասավանդել ձեզ այն ինչ Եվագրիոսը եկեղեցու հույն մեծ հայրերից մեկն էր սովորեցնում որովհետև դա պարզապես կվրթովեցնի քեզ ինձ մոտ նորից կարող են խնդիրներ առաջանալ բայց պարզապես մի փոքր շնորհ արեք ինձ in trouble, but Դեգոն է նրա համար որ ուղղափառ եմ խնդրում եմ ես կխնդրեի ձեզ ինձ համար մոմ վառել բայց դուք դա չեք անում դե ինչ որ է I'd ask you to light a candle for me, but you don't do that. But it's all right. Եվ Ագրիոսն ասաց, որ երբ Մովսեսը կանգնեց Աստծո առաջ, եւ ես այստեղ նորից թշնամիներ կունենամ, բայց նա ով ականջ ունի թող լսի, երբ Մովսեսը գնաց Աստծո մոտ, Աստված նրանց ասաց. «Հանիր կոշիկներդ, որովհետեւ կանգնած ես սուրբ հողի վրա», եւ Մովսեսն ասում է. «Լավ Տեր, ես կանգնած եմ սուրբ հողի վրա», եւ հանում կոշիկները կանգնած է սուրբ հողի վրա, եւ դրանից հետո Մովսեսը խոսում է Աստծո հետ եւ Աստված ասում է. «Ես ուզում եմ, որ դու գնաս Փարավոնի մոտ»։ How can I go? Չեմ կարող գնալ, ինչպես կարող եմ գնալ, ես ասելիք չունեմ, Աստված ասում է ունես, եւ նա ասում է նույնիսկ եթե գնամ, ինչ անեմ, ինչ ասեմ, ով է ուղարկել ինձ։ Հիմա լսեք, որովհետեւ Մովսեսը խնդիր ուներ, նա վախենում էր նրանցից, ինչպես ոնց է խոսում նա պերճախոս չէր եւ չէր ուզում կարմրել, նա թերարժեքողում էր իրեն, նա արդեն 40 տարի անապատում էր եւ անասնապահությամբ էր զբաղվում, իրան վռնդել էին Փարավոնի դղյակից լավ, նա պայքարում է թերարժեքության դեմ, նա մտնում է գահադահլիճ եւ Աստված ասում է նրան այսպիսի բառեր ասա նրան ես եմ որ եմ Now, can you imagine when Moses goes to Pharaoh? Հիմա պատկերացրու երբ Մովսեսը գալիս է Փարավոնի մոտ լսեք ինձ And Pharaoh եւ Փարավոնն ասում է ով է ուղարկել քեզ եւ Մովսեսն ասում է and Moses says, I am ես եմ that I am. որը է I am that I am is not a definition. ես եմ որ են Աստծո ով լինելու որոշիչ չէ ես եմ որ այն բանի հաստատումն է թե ով է Մովսեսը Աստծո ով լինելու համատությամբ Աստված Աստծո համար չասեց ես եմ որ են որովհետև Աստված արդեն գիտեր որ էր նա Աստված Մովսեսին ասեց ես եմ որ են որպեսզի Մովսեսը իմանար ով էր Մովսեսը իմանար Սուսի Մովսեսը կանգնեց Փարավոնի առջև նա ասեց ես եմ որ եմ չեք հավատում ինձ լսեք թե ինչ Աստված ասում Մովսեսին ես քեզ Աստված կդարձնեմ Փարավոնի համար իսկ Ահարոնը քո մարգարեն կլինի Your prophet. Իհարկե ես գիտեմ որ այստեղ կան Օրալ Ռոբերտսի համալսարանի գիտակներ ես գիտեմ ուստի թույլ տվեք ինձ վիճել ձեզ հետ եթե մենք Աստվածայինի սահմանում ենք տալիս Աստված պետք է լինի ամենագետ Եթե տալիս ենք Աստվածայինի սահմանում Աստված պետք է լինի ամենագետ, ամենահաս եւ ամենակարող։ Ես այն բանի մասին եմ ասում, որ նա ամենուր է, ամեն բան գիտի եւ ամեն բան կարող է, ճիշտ եմ։ Դա է սահմանում Աստվածայինը։ Դրա համար Աստված արժան է մեր գովաբանություններին։ Ուստի հարցը, որը մեզնից շատերն են տալիս, վտանգավոր չէ արդյոք քարոզել էպիսկոպոս Աշտերա մասին, ինչպես էլ որ մենք չգնահատենք աստվածաբանական համատեքստը, հերետիկոսության վտանգ կա, որ չգողանանք Աստծո փառքը, որը մարդիկ խեղաթյուրում են։ Այո, նրանք խեղաթյուրում են, մարդիկ վերցնում են եւ շահագործում են այն, բայց թույլ տվեք ինձ այստեղ սահմանում տալ, եթե Աստված ամենուր է, ամենագետ եւ ամենակարող է, եթե ես գողանամ նրա փառքը, որտեղ պետք է այն դնեմ։ If I stole his glory, where would I put it? Ես ինքս ինձ համար կզոհաբերեմ։
Եթե ես եպիսկոպոս Քրիստոսի գրասենյակը մտնեմ եւ ինձ դուր է գալիս իր բազկաթոռը, ես վերցնում նրա բազկաթոռը գրասենյակից եւ դնում եմ այստեղ, այս դահլիճում, ես չեմ դողանում այն, ես դնում եմ այն այնտեղ, որտեղ այն առաջ դրված չէր։ Փաստորեն ես պարզապես ընդլայնեցի նրա ունեցվածքը եւ համատեքստը, ես նրան ավելին արեցի։ Դրա համար երբ Աստված կիսվում է իր փառքը ժողովրդի հետ, նա չի փոքրացնում իր ով լինելը, նա պարզապես լցնում է երկիրը նրանով, թե ով է ինքը մեր մեջ, դա Հիսուս Քրիստոսն է ձեր մեջ, փառքի հույսը, դոքսա, հաբոք, շիկայինը, Աստծո ներկայությունը, ահա թե որն է մեր հույսը փառքն է։ Փառքը երկինքը չէ, փառքը հոգևոր դիրք է եւ Աստծո ներկայությունն է դրսևորված եւ հենց դա էր անում Հիսուս եւ հենց դա էր ինչ Հովսեփն արեց Բենյամինի հետ։ Նա ուզում էր Բենյամինի հետ կիսել իր փառքը եւ նա ամեն բան պատրաստեց, որ բերի Բենյամինի այնտեղ, որտեղ ես եմ, որ նա էլ այնտեղ լինի։ Դրա պատճառով երբ Բենյամինը նրա առջև էր եւ նրա բոլոր եղբայրներն էլ այնտեղ, նրանք Հովսեփի ներկայության մեջ էին, բայց նրանք չգիտեին ով է Հովսեփը, որտեղ Հովսեփը քողի տակ էր։ Նրանք չկարողացան ճանաչել նրան։ Ուստի թեև նրանք նրա ներկայության մեջ էին, նրանք չգիտեին ով է նա։ Եվ ահա նրանք, լսիր ինձ։ Կարծում են, թե մուրացկաններ են Եգիպտոսում։ Ինչու են նրանք կարծում, որ մուրացկաններ են, որտեղ նրանք չգիտեին ով է նա։ Նրանց անհատականությունը թաքնված էր նրա անհատականության մեջ։ Նրա մասին իրենց անտեղյակությունը դարձել էր իրենց մասին նրանց անտեղյակությունը։ Ահա թե Հովսեփն է Ասա Հովսեփն է քողի տակ։ Ինչ սեր է տվել մեզ հայրը, որ մենք կոչվենք լինենք Աստծո որդիներ։ Դրա համար աշխարհը չի ճանաչում մեզ, որովհետև չի ճանաչել նրան։ Այժմ մենք Աստծո որդիներ ենք, բայց մենք չենք տեսնում նրան ինչպես որ ինքն է։ Մենք չգիտենք նրան։ Մենք չգիտենք նրան, մենք հիմա Աստծո որդիներ ենք, բայց մեզ դեռ չի բացվել, թե ինչ ենք լինելու։ Մեզ դեռ չի բացվել, թե ինչ ենք լինելու, բայց երբ նա հայտնվի, նրա նման կլինենք, որովհետև կլինենք նրան նման, որովհետև կտեսնենք նրան, ինչպիսին, որ նա կա։ Ուստի երբ Հովսեփի եղբայրները նստած էին այնտեղ եւ նայում էին Հովսեփին եւ Հովսեփն սկսում է մաքրել եգիպտական դիմահարդակը եւ սկսում է հանել քողը եւ ոսկին եւ նրանք սկսում են հասկանալ, սպասիր, մենք քաղցած ենք եւ սովամահ ենք լինում եւ վախենում ենք, բայց ես ճանաչում եմ այս մարդուն, սպասիր, դա Եգիպտոսի կառավարիչը չէ, դա իմ եղբայրն է, սպասիր, դա Հովսեփն է, եւ եթե դա Հովսեփն է նստած գահի վրա, ուրեմն սպասիր, ուրեմն մենք այստեղ մուրացկաններ չենք, մենք քաղցած չենք, եթե դա Հովսեփն է, որ հանում է ձեռնոցները եւ մաքրում է այդ փոշին, եթե դա Հովսեփն է, ուրեմն ես գիտեմ ով եմ ես, եւ նրանք սկսում են հայտնություն ստանալ այն բանի մասին, թե ով են նրանք, նրա ով լինելու համար տեքստի մեջ։ And they began to get a revelation of who they were in context to who he was. Եվ նրանք տեսան նրան, թե ով է նա, եւ նրանք տեսան նրան, թե ով է նա, նրանք եղան նրա նման, մի ակնթարթում նրանք հարստացան։ Նրանցից մի կոպեկ անգամ չպահանջվեց հարստանալու համար, նրանք հարստացան նրա հետ բարեկամությունից, նրանց ոչինչ պետք չէր, նրանց իրավիճակը մի ակնթարթում փոխվեց նրանց ընկալումից, դու սահմանափակ ես քո ընկալումով, բայց հենց որ հասկանաս, թե ով է նա, եւ թե ով ես դու նրա նկատմամբ, Աստված կբարձրացնի քեզ հոգեվոր դիրքի մեջ, որը սահմանել է իր ժողովրդի համար։ That he has ordained for his people. Ասա այո, ուստի լսիր ինձ, լսիր ինչ է ասում Աստվածաշունչը, որտեղ հիմա մենք որպես թե հայելու մեջ կտեսնենք անհայտ կերպով, բայց այն ժամանակ երես առ երես։ Ես ասել եմ դա երեք այս գիշեր, բայց հիմա նորից կասեմ, եթե ես հայելու մեջ նայում եմ, այն երեսը, որ նայում է ինձ, Հիսուսն է, եթե ես նայում եմ հայելու մեջ, եւ այն երեսը, որը նայում է ինձ, այն երեսը չէ, որը ես տեսել եմ այնտեղ երեք, երեսը, որի վրա հառել է հայացքս, երեսը, որը խոսում է ինձ հետ, երեսը Հիսուս անունով։ The face that I'm staring at, the face that's talking to me is the face called Jesus. Եվ ես նորություն ունեմ քեզ համար, Հիսուս կարող է նայել ինձ հայելու միջից, միայն այն ժամանակ, եթե իմ երեսը դառնա նրա երեսը, եթե իմ մարմինը դառնա նրա մարմինը, եթե իմ կյանքը դառնա նրա կյանքը։ As if my life
Երբ դու գիտակցում ես, թե ով ես դու, երբ դու գիտակցում ես, թե ով ես դու, երբ դու հասկանաս, ես ուզում եմ լինել Հիսուսի նման, ես ուզում եմ նրա նման լինել, ես ուզում եմ խոսել նրա նման, ես ուզում եմ ապրել նրա նման, ես ուզում եմ դևեր հանել, մեռելներին հարություն տալ, հրաշքներ գործել, դա իմ ճակատագիրն է, ում նա առաջից ճանաչեց, առաջից էլ սահմանեց իր որդու պատկերին, կերպարանակից լինելու, ահա թե ինչու եմ ես ծնվել, ահա թե ինչու եմ ես փրկվել, հիմա Բենյամին նշանակում է աջ ձեռքի որդի, եթե նա քո աջ ձեռքի որդին է և դու ձախլիկ ես, Հիսուսն ասում է հաղթողին, կնստասեմ ինձ հետ գահի վրա, ես նրան իմ իշխանությունը կտամ, I will make him sit in my throne. I will make him receive my authority. Երբ ես նստում եմ իմ հոր գահի վրա, քո ձախ ձեռքը կբռնի նրա աջ ձեռքը և դու կբազմես Տեր Հիսուս Քրիստոսի իշխանությամբ, And you will be seated with the authority of the Lord Jesus Christ. ասա այո, Yeah. այո, այո, հետաքրքիր է, լսում ես դու ինչ է Աստված ասում, այնքան որ երբ Հակոբը կանչեց իր թոռներին, օրհնելու նրանց, նրանք դրեցին կրտսեր եղբորն իր աջ ձեռքի տակ, իսկ ավագը Younger brother at his right hand. նա իր ձեռքերը փոխեց, So that when it crosses այսինքն նրանք կրտսեր եղբորը դրեցին նրա ձախ ձեռքի տակ, որտեվ ում վրա որ դնես քո աջ ձեռքը, նա կրկնակի օրհնություն է ստանում, ուստի Հիսուս մեր ավագ եղբայրն է եւ մենք նրա կրտսեր եղբայրը, դրա համար խաչի վրա նա հանեց իր օրհնությունը եւ տվեց այն մեզ։ So at the cross, he displaced his blessing and gave it to us. Հիսուս Աստված էր, նրան բարգավաճում պետք չէր, դրա համար խաչի վրա նա ստացավ բարգավաճում եւ տվեց այն մեզ։ Հիսուս Աստված էր, նա ազատագրման կարիք չուներ, դրա համար խաչի վրա նա ազատագրում ստացավ եւ նա այն մեզ տվեց։ And he gave it to us. Հիսուս Աստված էր, նա օրհնության կարիք չուներ, դրա համար նա ստացավ օրհնությունը եւ այն մեզ տվեց։ Հիսուս Աստված էր, նա բժշկության կարիք չուներ եւ նա այն մեզ տվեց, եւ նա այն մեզ տվեց։ Նա այն մեզ տվեց, այն ինչ նա ստացավ, Everything he got, մենք ստանում ենք, we get. այն ինչ նա ստացավ, մենք ստանում ենք։ Եվ ես ավարտեցի 133-րդ Սաղմոսը մեզ հավի ընթրիքի մասին չի ասում, մեզ խնջույքի մասին չի ասում, շփի մասին չի ասում, ահա որչափ բարի ու որչափ վայելուչ է, որ եղբայրները իրար հետ միաբանությամբ են բնակվում։ Dwell together. Ով է քո ավագ եղբայրը։ Հիսուս, դու նրա կրտսեր եղբայրն ես, որչափ բարի ու որչափ վայելուչ է, որ եղբայրները իրար հետ միաբանությամբ են բնակվում։ Dwell together. Այն ազնիվ յուղի պես է, որ գլխից մորուքի վրա, On Aaron's head, Ահարոնի մորուքի վրա third of his garment. վազեց ու մինչև նրա զգեստների ծայրը իջավ Հիսուս գլուխն է, մենք մարմինն ենք, երբ մենք նրա հետ միաբանության մեջ լինենք, ինչ օծություն որ ինքը ստանում է, ինչ օծություն որ ինքը ստանում է, Whatever anointing որ he ինչ gets, օծություն նա ստանում է, այն հոսում է իր մազերով, եւ մենք ստանում ենք այն, ինչ նա է ստանում, մենք ստացանք, ինչ նա է ստանում, մենք ստացանք։ Դուրս վազիր քո տեղից եւ հպվիր մի քանի մարդու եւ ասա, ինչ նա ստանում է, ես ստացա, ես ստացա։
Խոսքը գնում է այն բանի մասին, թե ով ես դու։ Սատանային իմացրու, դու ինձ հետ չես գործ բռնում, դու Հիսուսի հետ ես գործ բռնում, դու ինձ չես խանգարում, դու Հիսուսին ես խանգարում, եւ եթե միայն իմանայիր, թե ով եմ ես, եւ եթե միայն իմանայիր, թե ինչ գիտեմ ես, նա չի ուզում, որ դու իմանաս ով ես դու։ Դա է պատճառը, որ մենք պարում ենք, որտեղ մենք վախենալու բան չունենք։ Դա է պատճառը, որ մենք երկրպագում ենք այնպես, ինչպես երկրպագում ենք, որովհետև մենք արտացոլում ենք Քրիստոսի կյանքը։ Դա է պատճառը, որ մենք անհանգստանալու բան չունենք, որովհետև մենք չենք ծնվել, որ աննպատակ քայլենք երկրի երեսի վրա։ Մենք գիտենք, որ ով ենք մենք գիտենք ինչու ենք ծնվել, որ արտացոլենք նրա փառք, արտացոլենք նրա պատկերը, բարձրացու ձեռքերդ եւ ասա, ես ուզում եմ լինել նրա նման։ Սա է իմ աղոթքը, այնքան մեծարված եւ սուրբ, այնքան հեզ եւ միայնակ։ Ես ուզում եմ լինել։ That's what I live for. Ate ինչու եմ ես ապրում, ate ինչի համար ես կմեռնեմ, ինչու եմ եկել այստեղ, Օ Աստված, Օ Աստված,